Այսօր լրացավ մեր քառորդ պատերազմի զոհված հերոս տղաների 10-րդ տարելիցը, որի շարքում էր նաև իմ որդին Ալիկ Առաքելյանը։ Հպարտ եմ նրանով, որ ունեցել եմ այդպիսի որդի, այդպիսի հերոս տղաներ, որ իրանք գիտակցաբար գնացին մահվան ինչու համար, մեր հայրենիքը հզորացնելու, շենացնելու համար, բայց ափսոս, ավարտուն անցավ այդ բոլոր ջանքերը։ Զոհվեցին հանուն նրանք ինչու համար գիտեն, որ Արցախը մերն է, պահպանում են, բայց չգիտենք, որ Նիկոլն ու Իրաքինը ու այսօրվա իշխանավորները պետք է կանգնեն ու ասեն, նրանք զոհվեցին ոչինչի համար, իրանք էին ոչնչությունները։ Մեր տղեկ էլի կան, կմնան, այս 10 տարվա մեջ ճիշտ է, նկատում եմ, կա որոշ մարդկանց այն կուսակցությունները, ես կուսակցական չեմ ընդհանրապես, բայց կան այն մարդիկ, այն շրջապատը, որ հարգում են, գնահատում են զոհված տղաների ընկած այդ թափած արյունը շնորհիվ։ Իսկ մարդիկ կան, որ հեչ մատների արանքով են նայում, չեն մտածում, որ այդ տղաներն որ ընկան, կյանքերը տվեցին, որ իրանք այսօրվա դրությամբ ազատման են գալիս, բայց չգիտեն վաղվա օրը ինչ պետք է լինի։ Վաղվա օրը շատ դժվար է լինելու։ Քանի որ ունենք այն ղեկավարությունն, որ հարցականի մեջ է, մեր հայրենիք կորցնելը կամի վրա է։ Ինչու համար Նիկոլը կորցրեց հենց Արցախը։ Ես մխիթարվում եմ։ Ես որպես ծնող մխիթարվում եմ։ 12 տարի ես ամեն ամիս գնացել եմ իմ երեխուս հանդիպելու, իմ թորնիկներիս հանդիպելու, այսօրվա դրությամբ իմ մխիթարանք տեղս Ջաբրայելն էր, որ գնում է այնտեղ հուշարձանել եմ, դրե շփվել եմ, գիտեր, մխիթարվել եմ նրանով, որ քսես է, Ալիկս եմ ուրորայ 31-ից կուկա, կտեսնիմ բարը մերգուս հետը կխոսամ, կդառնամ երկուկան, էդ էլ ինքը պեղձեց։ Ու շատ մարդկանց, շատ տղոց հարուն ինքը պեղձեց, որ թուրքը այսօրվա դրությամբ այդ թափած արյան վրա է քայլում։ Պարոն Առաքելյան, ինչ հիշողություններ ունեք այսօրվա հետ կապված։ Հիշողությունները շատ են։ Մեկ է, քանի իմ սիրտս բաբախում է, Ալիկը ինձ հետ է, Ալիկը ընտանիքը ինձ հետ է։ Այնքան հիշողություններ կան, որ ճիշտ է, անցել է 10 տարի, բայց ամեն րոպե, ամեն վայրկյան գիտեմ թե էս է, մի ուրորակ կուկա, կնստենք, էլի զրույց կենենք, երկրի պաշտպանությունից, իր ծառայությունից կխոսանք, էլ պես է կերտա, հեչ բանը չի փոխվի։ Ձեր որդին ջրականում էր ծառայում։ Ինչպես որոշեց, որ պետք է զինվորական դառնա, ընտանիքում կային զինվորականներ։ Ընտանիքում ասեմ հետևյալը, ես եմ առաջերտին ես եմ եղել զինվորական, ծառայել եմ 22 տարի, թե հայկական բանակում, թե ռուսական բանակում, եղել եմ նաև Չեխոսլովակիայում։ Դե Ալիկս որ հասավ արդեն 10-րդ դասարան կայուն արդեն կարող եմ ասել կայուն երիտասարդ էր, հարց տվեցի իրան, թե ինչ ես որոշել։ Հետագան արդեն ուսումը շարունակել դպրոցից հետո միանշանակ դառավ ու առանց ոչ մի վարանելու, կասկածելու, իմ մտքերս իմանալու, սա ես զինվորական եմ, սա պետք է շարունակեմ քո ծառայությունը։ Ու սա պետք է լինի բարձր աստիճան սպա։ Հայրենիքի համար սա պիտանի մարդ պետք է լինի։ Ես ավելի իսարդի ուրախացա, որ հայրենիքի համար պաշտպան մարդ իմ դիմացս կանգնած արդեն կայունացված, ինքը իր կայուն խոսք ասած, խնդրեմ հարց չկասի, տղա ջան, ասվածի քեզ հետ։ Ծորվի վերջացրա մարդ դառի ընդդուք միջև նախարար։ Հաբարդանա ամբողջ Հայաստանի քեզ համար հայրենիքը։ Ուտպես էլ եղավ։ Ընդունվել է իր ուժերով 4 տարի ավարտելուց հետո տեղափոխվել է ջրական, Ջաբրայել, 12 տարի անընդմեջ ծառայություն է տարել այնտեղ, ուրիշները թե կմտածեն մի տարի մերկուս ծառայեն ու փախնեն Հայաստան, ինքը չէ։
Ագաջեմյայել ընդունվավ, Ագաջեմյայից հետո իրար նշանակեցին երկրորդ բանակային կորպուս, 4 ամիս ընդեղ ծառայեց, ինքը չհամակերպավ այդ զինվորական կյանքին։ Սա ես կաբինետի մարդ չեմ, ես պոստերի մարդ եմ, պոստերն են դեղ սպասում, ավելի կարևոր է, քան թե կաբինետում նստելը։ Հնաց, ու ինչ, ընդամենը սա իրար է 10 օր։ Դիվերսիա ասեցին, խապինսին, թե դիվերսիա չէր, դիք արդեն պատերազմի քայլն էր, գիշերներ եղել պատերազմը։ Իրանք ելեն նույնսով գնացին 5 սպաներով, որ գիտեին, որ եթե դիվերսիայանը մի քանի հոգում, թուրքերին կջարդեին, ասում են այստեղ են կջարդեր թուրքերին։ Թուրքերը ահուս արսապ ունեին, որտեղ կլսեին ալիք առակելյան, մեկ չեմ սպես զգոն կկայնեին։ Մականուն է ունեցել Ալիքը, մականուն է, դե ես եմ իմացել մականունը, իմ մեջ եմ պահել մականունը, Մարոզ ալիք է, լսեմ բես չէ, որ սենք ուրիշ մականուն է, դիք հբարդ մականուն է, կարող եմ ասել, որ Մարոզը դիք սարն է նշանակում, ինքը բնավորությամբ ճիշտ է բարեր, բայց ծառայությամբ շատ սարն ու չորն էր։ Հարցեր որ կեներ, կսեի ալիք ջան, մեկ չմ թեթև ծրա էլի, մեկ չմ թեթև ծրա, մեղք են երեխային, հաշկերես մեջը կայնած մենակ ընձի կսեր այ հերս, մեր կսեր մահը սիկունտալն է, ըստ իսպերնազ միջև վերջի զինվոր է, կսեր աստված ոչ են, այդ զինվորին նոր բանեն է, ես սանողներին ինչ պդի պատասխան տալ, շատ զգայուն էր ինքը, ձիտ տղա էր։ Ձեր խոսքից հասկանում եմ, որ ալիք զինվորականը եւ ալիք քաղաքացի տարբեր բնավորություններ են ունեցել։ Ինչ առանձնահատկություններ կառանձնացնեք բնավորության մեջ։ Բնավորության մեջ ընկերասեր էր ինքը դրսում, ասենք մինչ արդեն զինվորական հագուստ կրելը։ Ընկերասեր էր, աշխուժ էր, բայց երբ որ դառավ արդեն զինվորական զգաց այդ հագուստի գնահատելը որն է, հայրենասիրություն իր մեջի այդ եկավ, պարտականություն իր մեջի այդ եկավ, որ մի պատրաստված լինեն, հանուն հայրենիքի, հայրենասեր էր, աստվածավախ էր, աստվածապաշտ էր, ասում էլ էր պետք այսպես տղեկը, ես հբարդ եմ, էլ եմ հբարդ, իմ տղես չի զոհվել, նարկոտիկ օգտագործելով, ալկոհոլ օգտագործելով կամ կռվի մեջ մտնելով դանակը խփել են, իմ տղես գիտակցաբար գնացել է մահի։ Հբարդ եմ այդ կողմով։ 10 տարի ճակատս բարձր ման եմ գալիս ու բոլորն էլ ինձ գիտեն որպես ալիքի հեր։ Դաստիարակել եմ իշնորհ պետն է։ Իմ էլ երեխանց եմ դաստիարակում էց է։ Երկու երեխա ունեի, երկուսն էլ ոնց որ կարդնեմ, դիսորվին էլ հբարդ պետք է մանկան, շարունակական պետք է լինի, որ ստեն մենք ալիքի երեխեք ենք։ Իսկ երեխաների մոտ նկատում եք, որ ուզենան հայրիկի մասնագիտությամբ առաջ գնալ։ Դե հայրիկի մասնագիտությամբ ասեմ, աղջիկը սկզբից բաբայի զոհվելուց հետո մի կերպ ոգևորվել էր, թե կուզեմ զինվորական դառնամ, բայց հետո տարիքը փոխել է դա ամեն ինչը։ Ես բան չխոսացի։ Դեմ չեք լինի, եթե Չէ, հիմա արդեն փոխվել է, կուզե ժող ինստիտուտը կառավարման բաժինը տա, թողեր տա Աստված իր այդ բաբան իրան պահաբան է, կընդունվի լավ էլ էլի երկրի մարդ կդանի մարդ կդառնա, թե տղային էլ է նոր, տղան էլ է ուզում։ Սե պապ, ես պետք է դառնամ, սե պետք է գնամ Վազգեն Սարգսյան համալսարանը սովորելու։ Բայց դեռ նա բայց կա, որ չեն տանի իրան բանակ, ինչու համար չեն տանի, որ քան որ իր հայրը բոլորի համար զոհվա, միակ որդին է, չեն տանում, բայց չգիտեմ էլի, ոնց կլինի, կռնանի գոլը փոխել ամեն ինչս է, զոհված երեխանց է բանակ, զոհվածի հորն է տարեք բանակ։ Պարոն Առաքելյան, դուք պատերազմների միջով անցած մարդ եք, զինվորական խոհանոցին այսպես ասած ծանոթ մարդ եք։
Այս իշխանությունները խոսում են խաղաղության մասին։ Ինչպես եք պատկերացնում այդ խաղաղությունը։ Ես դեռ խաղաղություն չեմ տեսնում։ Ես դեռ մենակ վախկոտություն կտեսնեմ։ Միայն վախկոտություն կտեսնեմ, որ վերևից ինչ թոմպեն ես գլոխս կախ մանկան, ոչ, սխալ է դա։ Ալևը Իրանից ինչ կներկայացնի։ 30 տարի Ալևը վախկոտի նման ման եկավ, ընկավ նապաստակ Նիկոլը ծերը կսկսես գազելը, ու Նիկոլը կամաս տալը, ինչու արեդի գալիս։ Իշխանավորներին էլ թող խոսքը սերտա հասնի իրանց ագաժներին, ինձի վախենալու բան չկա։ Ամբողջ Հայաստանի Հանրապետությունը կկայուն ու ծափ կուտայի մարդահայտություններիս համար։ Ես դեռ իշխանավոր չեմ տեսնում։ Ստեղ մենակ տեսնում եմ, որ դարբաններն են իրանք լացել։ Լավ, այդ տղոս թափած հայրան դիմաց իրանք փողերը լացին ջեբերը, չտեսան պատերից կախ, տեսան ճակ տներից կախ, իրեք ագնանի հեծանիվ չունեն, մի բենքնի սամալոտ, շենտիկ ինչ եղավ, երգիր իրանք բարի տարը, ստեղ ես խաղաղություն չեմ տեսնի, ստեղ ես ամենավատ բանը կտեսնի։ Պատերազմի մտավախություն ունեք։ Այո, ունիմ, 16 թվին որ ես հենց այսօր ես արդեն Ջաբրայիլում եմ եղել, դրանից առաջ ես 10 տարի միշտ գնացի եկել եմ, ամեն ամիս Ջաբրայիլ։ Բազմիցս ես ելույթներ ունեցա ալիքից հետո, սի ժողովուրդ ջան, սի լավ իմացեք, ես որպես զինվորական, ես մեկ քիչ եմ այդ հոտն առել եմ, սի ժուրնալն է, քարոյրա պատերազմը ժուրնալն է, իսկական կինոն մի քանի տարի հետո տեսնիք, խելքի արեք, ուշքի արեք, բայց ինչ ուշքի կար, տարաները խացել, հրցին մսաղացի տակ, գավաջանները, փախան, գնացին, ամիսու կիսված ծառայող երեխեն գյուղից է զորակոչվեք, գնացել է գումարդակ, ինքը դաժե խանութի տեղը չգիտեց է, տարան մծերին դիշկերը, երեխեն ինչ պոյտար, հրամ կազմաներ որոշ մասը, փախան գնացին, որոշ մասն է, որոնք էլոր կռիվ տավեցի խնդրեմ, արդեն անցել է 5 տարի, 6-րդ տարվա մեջ է, դադու դադարանների մեջ են, վերցրած Անդրանիկ Քոչարյանով, որ հանձնաժողովի նախագահ ինչ երավ քարոյրա պատերազմին, ում պաճեց, բազմիցս անուններ տվեցի, որ սպես է, ես անձամբ գիտեմ, ինչ երավ, հեշտ բան, նույնն է քարոյրա պատերազմին, են լավ ձիգ տաղոնցը դուխով տաղեք դուր կրվել են մինչև վերջ, միավորվել են, դե հեմի դադարաններն են, ան երգիրը, քանդ ես բանակը, բանակ կսարկես ինչքան 6 ամիս կկրջադես, ինչու վրա կկրջադես, խաղաղության, դե նաբարոդ ավելի լավ պարախոտ կուտաս, որ ինչը ուզենան երկու թարպիս մատնին ու ուդեն, որ շատ փողեր աշխատիս, լավ էլ ցիլոտ տանես, կալոքըտ պերաշկի ուդես ու մեր ձերդե կուկուրուզներնի, կանեք դել եսի մի շորեր հակնի, ոչնչությունը ոտից գալոխ Աննա Հակոբյանն է, ոչ թե մյուս ծանողները, կամ զոհված տաղեկը,